Ողջույն սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ Գայանե Ասլամազյանն է։ Այստեղ մենք խոսում ենք հայրենիքից, հայրենասիրությունից եւ հայ մնալուց։ Այսօր ես հյուրընկալելու եմ մի տիկնոջ, ով հայրենիքից հեռու օտար ափերում մեծացրել է երեք երիտասարդի շատ հայեցի։ Ես կարևորում եմ մայր տեսակը, կարևորում եմ այդ երևույթը եւ կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի բոլորս լսենք եւ հասկանանք, ինչպես է հնարավոր օտար ափերում մեծացնել հայ։ Ողջույն, իմ հյուրն է Իրինա Ամիրխանյան-Պետրոսյան։ Բարի երեկո, Գայանե ջան։ Ես շատ շնորհակալ եմ, որ դուք համաձայնել եք ինձ հետ զրույցի բռնվել։ Ես իսկապես ես նշեցի, որ ես կարևորում եմ մայր երևույթը եւ այն աշխատանքը, որը տանում է մայրը, որովհետեւ կարծում եմ, որ յուրաքանչյուր անձի կազմավորման հենարանը եւ հիմքը միշտ մայրն է տալիս։ Ես գիտեմ, որ դուք բավականին երկար ժամանակ է բնակվում եք հայրենիքից հեռու, օտարափերում, բայց դուք կարողացել եք իսկապես հայերի մեծացնել։ Ինչ դժվարությունների եք ընդհանրապես հանդիպել լինելով հեռու, բայց աշխատելով մնալ հայ։ Նախքան պատասխանելու ձեր հարցին, ասեմ, որ ես եմ շատ շնորհակալ հրավերքի համար եւ ես գիտեմ ձեր հաղորդման ֆորմատը ինչ ձև է, ես հասկանում եմ, որ այստեղ հարցերը դուք եք տալիս, բայց նախքան սկսելը կուզեի մի հարց ձեզ տայի։ Դուք պատկերացնում եք, որ դուք այսօր շատ մեղմ, շատ փափուկ, ես կասեի բամբակյա հեղափոխություն եք կատարել։ Դուք դա հասկանում եք, Ճիշտն ասած, չէ։ Ես ձեզ բացատրեմ ինչու, Մгм. որովհետև խոսքը, եթե գնում է կանանց մասին, այո, մենք այսօր խոսում ենք կանանց մասին, մայրերի մասին, ինչ պետք է, ինչ տիպի, ինչ ձևի պետք է լինի կինը, որ իրեն հրավիրեն որևէ մի հաղորդման, լինի դա հեռուստատեսություն, թե ինտերնետային ինչ-որ մի հաղորդում, օրինակ ձեր կարծիքով, դուք Ինչ որ շատ հաջողությունների հասած, պաշտոնյա կամ, չգիտեմ, բեմում ինչ որ իհարկե ցանկներ ինքնատեսելի ստացած։ Մի կամ խոսքով հաջողակ կին այո, սոցիալական կապում։ հաջողակին նա պետք է լինի դերասանուհի կամ նկարիչ կամ բժշկուհի կամ ես չգիտեմ վաստակավոր ինչ որ գործիչ կամ պետական գործիչ եւ իսկ ուղակի կնոջը տնային տնտեսվարուհի կամ մայրիկի երբեք չեն հրավիրում մտածելով որ այդ կինը ասելիք չունի։ Եվ դուք այսօր հեղափոխություն եք արել ինձ հրավիրելով, որովհետև չնայած նրան, որ ես կրթությամբ ուսուցչուհի եմ, բայց մասնագիտությամբ ես ուղակի մայրիկ եմ։ Եվ շատ հպարտանում եմ այդ իմ մասնագիտությունով։ Իրականում ես կարծում եմ, որ ամենակարևոր մասնագիտությունն է ձերը, որովհետև ես չէի մտածել, ամենայն անկեղծությամբ ես չէի մտածել, բայց ես իրականում այնքան եմ կարևորում մայր լինելը, մայր տեսակը, մայրիկի ներդրումը ընդհանրապես յուրաքանչյուրիս կյանքի մեջ, որ ես անգամ մտքից մեջ չի եղել, որ նման բան կարող է լինել, շնորհակալություն, որ մատնացույց արեցիք։ Հիմա վերադառնանք իմ հարցին։ Կասեք, ինչ դժվարությունների եք տարիների ընթացքում հանդիպել լինելով հայ, օտարության մեջ։ Ես ձեզ ասեմ, ես չեմ կարող ձեզ ասել, որ շատ մեծ դժվարություններ են եղել, միմիայն նրա պատճառով, որ մենք հայ ենք, կամ ես հայ եմ, կամ մեր երեխաները հայ են, չէ, բայց դժվարությունը նրանում է, որ երբ որ դու գտնվում ես հայրենիքից հեռու, դու ունես երկու իրականություն քո երեխաների համար, քեզ համար, որովհետև երբ որ դու քո տան դուռը փակվում է փողոցի կողմից, դու գնում ես մի ուրիշ իրականության մեջ։ Դու պետքա ինտեգրվես այդ իրականության մեջ, դու պետքա դառնաս այդ իրականության մի փոքր մասնիկը, որպեսզի քեզ ընդունեն, որպեսզի դու կարողանաս գնալ առաջ։ Երբ որ քո տան դուռը փակվում է ներսի կողմից եւ դու մնում ես քո տան մեջ, դու նորից դառնում ես ամբողջովին հայ քո տրադիցիաներով, քո սովորություններով, ընկնում ես երկրորդ իրականության մեջ եւ ամենադժվարը այդ երկու իրականությունը իրար հետ աշխատացնել, որ իրանք համահունչ հնչեն քո մեջ, քո սրտի մեջ, քո գլխի մեջ, որ դու ինչ որ
իրար անցումներ չունենաս։ Բայց գիտեք, դուք հիմա ասացիք, ձեզ համար այնքան ներդաշնակ է այն ամենը, երբ դուռը փակվում է եւ դու ներսից հայ ես։ Բայց օրինակ մենք շատ անգամ նկատում ենք հայկական ընտանիքներ, որոնք այնչափ են ձուլվում այն միջավայրի հետ, որտեղ գտնվում են, որ անգամ չեն էլ հիշում, անգամ տանը չեն խոսում իրենց մայրենի լեզվով, չեն գործածում այդ լեզուն, չեն լսում երաժշտություն, չեն տեղեկանում նորություններին եւ հենց առաջին իսկ սերունդից կարծես թե մոռացվում է, որ իրենք հայ են, բայց ձեր պարագայում դա այնքան ներդաշնակ է, որ դուք չեք էլ, այսինքն այդ խնդիրը չի էլ եղել ձեզ մոտ։ Չէ, այդ խնդիրը ես ես ասեմ, եղել է կարճ ժամանակ, երբ որ մենք ապրում ենք Ռուսաստանում, այդ խնդիրը եղել է։ Եվ ես ձեզ ուզում եմ ասել, որ ամենաշատ այդ խնդիրը կա հենց մեր Ռուսաստանում բնակվող հայ համայնքի երեխաների մոտ, որովհետև այդ երկիրը պահանջում է, որ դու խոսես ռուսերեն։ Քեզանից դա պահանջում են, որտեվ քո լեզվի սխալը չեն ներում քեզ։ Չնայած ինձ ասում են, որ ժամանակի հետ հիմա դա փոխվել է, ավելի մեղմացել է, միգուցե։ Ամենայն դեպս այն ժամանակները, երբ որ մենք էինք ապրում, դա 90-ականների ամենասկիզբն էր, դա շատ սուր էր կանգնած։ Եվ ես վախենալով, որ իմ երեխաները կարող են դառնան ծաղրի առարկա, ուրեմն աշխատում է, որ իրանք ռուսերեն խոսեն եւ հայերենը չէի օգտագործում։ Ես որպես մայր։ Իմիջիալոց դուք նկատել եք մեր լեզվի մեջ ինչքան ճիշտ է դա դրված հայրենիք, հայրենի տուն, բայց մայրենի լեզու։ Այո։ Այսինքն դա ուզում է խոսում է նրա մասին, որ լեզուն սովորացնում է միևնույնն է մայրը եւ շատ կարեւոր է մեր լեզուն պահպանելու համար, որ մայրը խոսի հայերեն, որ մայրը լինի հայ։ Մենակ չմեղադրեք ինձ ինչ որ այդ բաների մեջ, որ հայը հայի հետ պետք է ամուսնան, ես բոլորովին այդ կարծիքի չեմ, բայց համարում եմ, որ երբ որ ազգությունը երեխայի որոշվում է մայրիկի ազգությունով։ Դա առաջինը հрьяաներն են հասկացել եւ շատ ճիշտ շեշտումներ են դրել, բայց իրականում դա այդպես է, որովհետեւ այդպես է դրված, որ երեխայի դաստիարակությունով, երեխայի հետ ժամանակ ավելի շատ մայրիկն է անցկացնում եւ այն ամեն ինչ, որ ինքը կդնի այդ երեխայի սրտի մեջ, գլխի մեջ, հոգու մեջ, այդպես էլ երեխան կմեծանա։ Այո, բայց միայն մայրենի լեզուն չէ, որ հայն հայ է սարքում, չէ, որ մենք տեսնում ենք հենց հայրենիքում ապրող անհայրենիքների։ Ինչպես եք դուք կարողացել ամեն դեպքում պահպանել հայությունը։ Ես ձեզ ասեմ, ինչ որ բաղադրատոմս ես հիմա չեմ կարող ձեզ ասեմ, որտեվ այն չկա։ Բայց իմ կարծիքով կան մի քանի կարևոր կետեր։ Եվ առաջինը անձամբ ինձ համար, որ ծնողը, որը դաստիարակում է իր երեխային, երկրից հեռու, խոսում ենք այդ ընտանիքների մասին, շատ կարևոր է, որ ինքը շատ մեծ սեր ունենա հայրենիքի հանդեպ, հայրենիքի նկատմամբ։ Շատ կարևոր է, երբ որ մի երեխա է, որը չի եղել Հայաստանում, չի պատկերացնում, չի քայլել Երևանի փողոցներով, նա ուղղակի դա չգիտի։ Ու դու թե ինչ ձևով իրան կներկայացնես, ինչ ձևով կպատմես, ինչ գեղեցիկ են փողոցները, որտեղ ինչ ես արել, որտեղ ես հանդիպել հայրիկի հետ, որտեղ ես անգամ համբյուրվել առաջի անգամ, այդ ամենը նայած ինչ ձևով, ինչ բառերով, ինչ էմոցիաներով ես դու բացատրում, երեխայի գլխի մեջ տենց էլ տեղավորվում է։ Ու երբ որ դու սիրով ես խոսում եւ հպարտությամբ ես խոսում քո հայրենիքի մասին, դա դու այս սերմերը այդպես դնում ես գլխի մեջ երեխայի, որ այդ հպարտանալու տեղա, սիրելու տեղա, ամենագեղեցիկ քաղաքն է, ամենապայծառն է, ամենաարևոտնն է։ Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է։ Իսկ օրինակ հայկական մշակութային կենտրոններ, հայ առաքելական եկեղեցի կամ այլ ինչ որ նմանակերպ կառույցներ օգնել են ձեզ։ Այո, Կան իհարկե։ ձեր տարածքում օրինակ։ Այո, մենք բնակվում ենք Բարսելոնայում կան հայ մշակութային կենտրոններ, կան կիրակնորյա դպրոցներ, կան հայկական բարի խմբեր, իմ երեք երեխան էլ հաճախել են հայկական բարի խումբ 5 տարի եւ դա շատ է օգնում, դա շատ կարեւոր է, որտեվ իրանք լսում են հայկական երաժշտություն, կլասիկ երաժշտություն, ոչ միայն ռաբիս
որը էլի պետք է այդ ամենը շատ օգնում է իհարկե այդ ամենտեղ պետքա տանել հնարավորինս չափով որ երբ որ գտնվում եք հայրենիքից հեռու պետքա տանել ու պետք է շատ խոսել եւ պատմել ընտանիքի մասին, ընտանիքի անցյալի մասին, պապիկների, տատիկների, նախապապիկների, նախատատիկների, բոլորի մասին, ում մասին դուք գիտեք պատմել, լուսանկարներ ցույց տալ, դա շատ կարևոր է, որ իրանք ունենան իրանց գլխի մեջ այդ պատմությունը, ազգի պատմությունը, եթե կան ձեր հերոսներ ձեր ազգի մեջ անպայման պատմել, երբեք չմոռանալ նրանց մասին։ Հասկանում եք, երեխան պետքա իմանա եւ հպարտանա իր արմատներով։ Դա շատ կարեւոր է, երբ որ ինքը հպարտությամբ ասում է իմ նախապապիկը եղել է ֆիդային։ Շատ կարեւոր է։ Չի տեսել, ես էլ չեմ տեսել, իմ մամաս էլ չի տեսել իր պապիկին, որը եղել է անունով ֆիդային, բայց մեր ընտանիքում ընդունված է իր մասին խոսալ։ Ես ինքս իր մասին գիտեմ իմ տատիկի պատմածներով, բայց ես հպարտությամբ եմ դրա մասին խոսում։ Եվ այսօր, երբ որ ես լսում եմ իմ հայրենիքից, որ ինչ որ մի հեծանիվորդ ուզում է, որ ես մոռանամ դրա մասին, եւ ասում է, որ դա կարեւոր չի, դա հիմա մեր հայկական Արտաքին քաղաքականության կարևորություն։ մեջ, այո, կարևոր հարց չի, ես չեմ կարող, իմ սիրտս պայթում է զայրույթից, ոնց թե կարևոր չի, ես միջև հիմա 100 տարուց ավել, 110 տարի մեր ընտանիքում այդ մարդու անունը հնչում է, մեր ազգի մեջ այդ մարդու անունը հնչում է, ու ուզում են, որ մենք մոռանանք, ոչ, իհարկե դա հնարավոր չի։ Ու ես շատ ցավում եմ, որ դրսում գտնվող հայերը շատ են դրա մասին մտածում, քան Հայաստանում։ Ես ներողություն եմ խնդրում մեր հայաբնակ հայերից, բայց ցավոք սրտի ես դա եմ տեսնում։ Ես օրինակ հենց այսօր ընթերցեցի մի գրություն, որը գրել էին ինձ, եւ կարծես թե թեմատիկ շատ ստացվեց այդ գրությունը, նաեւ շատ կարճ վիդեո արեցի, նախքան մեր հարցազրույցը, որը անոնսի պես ստացվեց եւ խոստացա, որ այս գրությունը ընթերցելու եմ ձեզ եւ հարցնեմ ձեր կարծիքը այս ամենի մասին։ Դրսի հայեր այնպես ռադ եղեք անուղեղներ, որ չեք հասկանում մեր երկրում ինչ է կատարվում, ինչն է լավ ժողովրդի համար եւ ինչը վատ, անուղեղներ։ Հետո խոսեք։ Այս կնոջ անունը Ասիա Դավթյան է, իր մասին ես արդեն ներկայացրել եմ հանրությանը, իրենք տեսնում են։ Հիմա ինչ եք դուք կարծում, երբ որ ներսից համարում են, որ երկիրը իրենցն է, իսկ դրսում գտնվող հայը այլևս իրավունքներ չունի։ Դուք ապրելով դրսում, ինչ կարծիքի եք։ Գան ջան, ես ուզում եմ այսպեսի մի բան ասեմ։ Շատ իսպանացիներ ապրում են Իսպանիայից դուրս։ Նույնը ֆրանսիացիներ, նույնը ամերիկացիներ եւ գերմանացիներ եւ երբեք իրենց չեն անվանում ազգի դավաճան։ Դա ինչ որ մեզ հատուկ բնորոշ բան է, որ եթե մենք ապրում ենք հայրենիքից դուրս, ուրեմն մենք ազգի դավաճան ենք նախ, երկրորդը մենք իրավունք չունենք Հայաստանի մասին կարծիք ունենալ եւ խոսել։ Ես բացարձակապես դրա հետ համաձայն չեմ, որովհետեւ լինելով շատ հաճախ Հայաստանում, Երևանում եւ շփվելով երիտասարդների հետ, այնտեղի շատ լավ երիտասարդություն ունենք, շատ գեղեցիկ, շատ հումորով, շատ զարգացած, բայց ես ձեզ ասեմ, շատերը պատմությունը չգիտեն իրենց հայրենիքի, միայն խոսում են հայերեն, բայց միայն խոսելով չեն հայ։ Շատերի սիրտը չի ցավում նրա մասին, ինչը կատարվում է Հայաստանում։ Շատերը չեն էլ հետաքրքրվում, ասում են, ես չեմ էլ ուզում այդ ամեն ինչ ինձ հետաքրքիր չի։ Բայց դրսում գտնվող երեխաները շատ ավելի ուշադիր են այդ ամեն ինչին, որովհետև իրանցից հայրենիքը հեռու է, ու իրանք ամեն օր չեն կարող քայլեն այդ փողոցներով, ամեն օր չեն կարող այդ սարերին նայել, այդ օդը շնչելու, ու իրանց սիրտը դրա պատճառով ավելի շատ է ցավում։ Չեմ ասում, որ ավելի շատ, քան Հայաստանի ժողովրդի մոտ, այստեղ ավելի, չէ, բայց պակաս չի, ու մենք նույն ձևի իրավունք ունենք, դա մեր հայրենիքն է, մենք ունենք մի հատ հայրենիք։ Ես շատ չեմ սիրում արտահայտություն, երբ ասում եմ փոքր հայրենիք, հատկապես ռուսերեն դա շատ ընդունված արտահայտություն է, մալայ ռոդինա։
դրսում ապրողները շատ են ասում, ես միշտ վեճի մեջ եմ մտնում այդպիսի մարդկանց հետ, որտեվ ես միշտ ասում եմ, մենք ունենք միայն մի հայրենիք, մնացածը բնակվելու վայրը, մեր ապրելու վայրն է, բայց մեր հայրենիքը չի։ Երբեք ու երբեք ոչ ինձ համար, ոչ իմ երեխաների համար Իսպանիան չի կարող լինել հայրենիք։ Մեր հայրենիքը Հայաստանն է։ Եվ մենք բոլորս իրավունք ունենք խոսելու Հայաստանի վիճակի մասին, մտածելու, մեր կարծիքը արտահայտելու եւ ուրախանալու կամ տխրելու։ Եվ նաև մեր հնարավորությունների չափով աջակցություն հայտնելու այդ երկրին եւ Պայման։ չմոռանանք, թե Սփյուռքը ինչ մեծականակ օգնություններ է արել մշտապես եւ շարունակում է անել անկախ նրանից, որ անընդհատ մեղադրվում է հեռու լինելուն։ Այո։ Իսկ հայ կին, հայ մայր լինելու ամենակարևոր, ա, ոնց ասեմ, այն հիմքը, որը կարողանում է կնոջը օգնել, որպիսի նա կարողանա դիմադրել աշխարհի այս փոփոխություններին եւ կարողանա երեխաներին ամեն դեպքում, որովհետեւ հիմա դրսի կյանքը կապ չունի, որ երկրում դրսի կյանքը այնքան ձգող է, այնքան տանող է երիտասարդներին, այնքան ջնջում են հիմա բոլոր մշակութային երանգները, առանձնահատկությունները, այսինքն այդ գլոբալիզացիայի գնալու ընթացքում մի տեսակ ջնջում են ազգային բոլոր կարևոր երանգները։ Ամենակարևորը հայ կնոջ համար ի՞նչն է։ Որն է այն գրավականը, որով կարողանում է հայ կինը հայ դաստիարակել ամեն դեպքում։ Գիտեք, կին լինել ընդհանրապես շատ դժվար բան է։ Կապ Կին։ չունի, չէ, հայ ես թե ոչ եւ որ Հայ երկրում ես։ հայ այլ ազգի, բայց հայ կին լինելը երապատիկ դժվար է։ Ը, Միգուցե դա գալիս է մեր տղամարդկանց դաստիարակությունից, ցավոք սրտի։ Մեր արմատներում դաստիարակության չկա այդ կնոջը մեծարելու այդ մոմենտը, հա, մենք ունենք մայրիկին մեծարելու պահը, բայց էդ էլ գիտեք ինչ որ շատ հետաքրքիր տենդենցիա է, երբ որ երեխաները փոքր են, միշտ ասում են պապան, պապան, պապան։ Մեկ էլ հենց տղան մեծանում է եւ ամուսնանում է եւ կին է բերում տուն, մեկ էլ այդ տղան հիշում է, որ կարևորը մաման է, մամայի ասած խոսքով պետքա լինի։ Ամեն դա շատ միամիտ է ստացվում, ասես չկար մեկ էլ արթնանում է այդ կերպարը, բայց դա կատակ ենք անում իհարկե, իսկ լուրջ ասելու համար ինչա պետք անել, ես չգիտեմ, ինձ թվում է իմ կարծիքով մայրիկի ամենակարևոր ֆունկցիան դա անսահման անծայրածիր սեր նվիրելն է իր երեխաներին, որովհետև այն ինչ որ ինչին կարելի է հասնել սեր սփռելով ոչ մի ուրիշ այտենց գործիք չկա, որով կարելի է հասնել։ Եվ իհարկե դաստիարակել սիրո մեջ դեպի ոչ միայն դեպի ընտանիք իհարկե տրադիցիաները այդ տրադիցիաները պահպանելը շատ կարևոր է որ տան մեջ լինեն հայկական տրադիցիաներ որ անգամ ճաշի տեսակներից, որ հայկականը չկորցնես, խոհանոցին, որ երեխաները սովոր լինեն, եւ տրադիցիաները, մեր տոները հայկական նշանակություն չունի, այստեղ էս երկրում է տորը տոնա թե չէ, Օրինակ զատիկն է մոտենում, ինչպես եք նշելու։ բոլոր մեր հայկական տրադիցիաներով, մեր ուտեստներով, ներկած ձուն, իր փլավը, քաղցր փլավը, ձուկը, ամեն ինչը հայկական տրադիցիաներով։ Իհարկե, միշտ մենք միշտ նշում ենք զատիկը հայեցի, ամբողջ ընտանիքով հավաքվում ենք, միշտ նոր տարին սկսում ենք նշել Հայաստանի հետ, պարտադիր խմում ենք մեր հայրենիքի կենացը, մեր հայրենիքի հետ ընդունում ենք այդ նոր եկած տարին, դիմավորում ենք ավելի ճիշտ, եւ միշտ ապրիլի 24-ին բաժակ ենք բարձրացնում անմեղ կոտորված մեր զոհերի համար։ Նաև արդեն սրբադասված, բայց ինչևէ մեր ղեկավարության համար դա ընդհանրապես կարևորություն չի։ Այո, Ա, ցավոք այդպես է, բայց մենք չպետք է մոռանանք եւ մենք թույլ չպետք է տանք, որ իրենք մեզ ստիպեն դա մոռանալ, մենք չպետք է մոռանանք դրա մասին։
Դուք նշեցիք, որ շատ դեպքերում նաև տղամարդիկ են մեղավոր, որ այդպես է, բայց չէ՞ որ այդ տղամարդկանց էլի կանայք են դասյարակում, մայրն է դասյարակում։ Այո, դա պարադոքս է ինձ համար, գիտեք։ Ես չեմ կարող ձեզ այդ հարցին պատասխանել, ինչու է այդպես ստացվում։ Համենայն դեպս ինձ թվում է, որ տենդենսիան պետքա փոխվի, որովհետև այս նոր սերնդի կիսուրները, իմ տարիքի ասենք, կիսուրները երիտասարդ, իմ կարծիքով արդեն այդպիսինը չեն, արդեն ավելի ընկերական են իրանց հարսերի հետ, ավելի ընկերական են նոր մարդու հետ, որը եկել է քո ընտանիք։ Իմ Ե- կարծիքով սա է։ Երև, բայց միշտ էլ եղել է, չէ, այդ խնդիրը, երբ կինը գնացել է ինչ-որ նոր ընտանիք, հանդիպել է դժվարությունների, այսինքն հաջորդ եկողին պետք է ավելի ջերմ ընդունեն եւ ավելի փորձեն օգնած լինել, որովհետեւ իրենք են անցել նման խնդիրներով։ Ա, Ես չեմ Ես կարծում, որ ինքն տարիքը կամ սերունդը կապ ունի, ենթադրում եմ, որ դա անձից է, կամ չարանում են, կամ ավելի լավն են դառնում գուցե։ Միգուցե, ես չգիտեմ, միգուցե իրանք ոնց որ ասած ժողովրդական լեզվով մուռ են պահում ու ասում են սպասի ես քո մարմնից կհանեմ, ինչի մեջով ես եմ անցել, միգուցե դա է։ Նու ուզում եմ կարծել, որ հիմա նոր սերունդի կիսուր մայրիկները արդեն այդպեսին չեն Քանի եւ որ մենք սիրտ են ունենում։ Ահա, ներողություն։ Քանի որ մենք ընդհանուր առմամբ խոսում ենք մայրերի մասին, ինձ մոտ տպավորություն է, որ այս պահին, իհարկե ես հիմա այս ուռճացրած կերպով կասեմ, ինձ մոտ տպավորություն է, որ հայ կանայք կիսվել են երկու տեսակի՝ հերոսածին մայրերի, ըմ, հերոսների մայրերի եւ անիծող կանանց, որը ինձ համար անընդունելի է, այսինքն ես երբևէ չեմ պատկերացրել, որ հայ կինը ունակ է նման անեծքներ տածել անծանոթ մարդկանց, ընդհանրապես պարզապես գաղափարներ ու այլ գաղափարախոսություն ունեցող մարդկանց, եթե անգամ կարող ես ընդունել, որ քո զավակին ինչ որ մեկը վատություն արեց, կարող է սրտի պորտկում լինի կամ ինչ որ բան, բայց սովորական ինչ որ գաղափարախոսական անհասկացությունների դեպքում այդպիսի հղացող սենց ուղակի ծով անեծքներ ես ընդհանրապես չեմ ընկալում եւ չեմ հասկանում ինչպես է հայկինը հասել դրան։ Դուք ունեք կարծիք այդ ամենի մասին։ Գիտեք, ես այսպիսի բան եմ մտածում, որ հիմա մենք բոլորը ժամանակը փոխվել է, մենք ավելի ազատամիտ ենք դարել, ավելի շատ ազատություն ենք ստացել, հայկինը նույնպես։ Եվ չգիտես ինչի, ոմանք մտածում են, որ ազատությունն այդ կեղտոտ լեզվի իրանց թույլ տալն է, որ կեղտոտ լեզու ունենան։ Դա էլ է իրանց կարծիքով, ես տենց եմ կարծում, որ ազատության այդ ինչ որ տեսակ ես չեմ հասկանում ոնց կարող է ընդհանրապես կինը իրան թույլ տա նման արտահայտություններ անել, որը ես կարդում եմ ինտերնետով եւ ես ապշած եմ մնում, որ իրանք չեն ամաչում դա գրել քիչ է, հետնել արտասանել այդ բառերը։ Ես չեմ հասկանում ինչի է այտենց ստացվել եւ ինչի են այտենց փչացել, այսպես ասած, այդ կանայք, բայց ցավոք սրտի այդպես է։ Ես չունեմ դրա պատասխանը, բայց ուզում եմ ասեմ, որ դա վայել չի ընդհանրապես ոչ միայն հայ կնոջը, դա վայել չի ընդհանրապես կին արմատ կոչվողին, կապ չունի ազգությունը, դա շատ տգեղ է եւ հատկապես հայ կնոջ է, ինչու՞ չէ, որտեվ մենք միշտ հպարտանում ենք մեր տրադիցիաներով, մեր այսպես ասած կանանց տեսակով, բայց հիմա մենք ինչ ենք ցույց տալիս։ Եվ դա ինտերնետում հասկանում եք աշխարհն է տեսնում։ Մարդ տեսնում են, որ ինչ ահավոր բան կարա անի կինը։ Կա այնպիսի գաղափարախոսություն, որ յուրաքանչյուր ղեկավար, երկրի ղեկավար կազմի մեջ անպայման պետք է լինեն կանայք եւ ոչ սովորական կանայք, այլ հենց մայրեր, որ պետք է մայրերը որոշումներ կայացնեն։ Եվ այս պահի դրությամբ, երբ մենք դիտարկում ենք աշխարհի ղեկավար կազմը, ապա տեսնում ենք, որ շատ շատերը ընդհանրապես երեխա չունեն։ Ձեր կարծիքով ազդեցություն թողում է դա իրենց որոշումների վրա, թե ոչ։ Իսկապես պետք է մայրերը լինեն քաղաքականության մեջ։
Պարտադիր, ես համարում եմ այո, եւ պետքա ձեր ասածով իրոք պետքա լինեն մայրեր, երեխա ունեցած, որովհետեւ երբ որ կինը մայր է դառնում, նրա աշխարհը փոխվում է։ Գիտեք ինչ, ես միշտ ասել եմ, մամա բառը այդ ամենագեղեցիկ բառն է, ամենաբովանդակալից, ամենաճիշտ կառուցված, ամենահաճելի ականջի համար, հա, լսվելու։ Ու երբ որ մարդ այդ բառը չի լսել իր կյանքում, ինքը ոնց որ չի կարող ճիշտ ձևով դատել ուրիշի ցավի մասին։ Նա չի կարող ճիշտ որոշումներ ընդունել աշխարհի կարևոր պահերի մասին։ Ես համաձայն եմ, որ պետք է անպայման լինի եւ պետքա դա մայր լինի եւ ուշադրություն դարձեք այն երկրներում, որտեղ ղեկավարները կանայք են, այդ երկրները չեն պատերազմում։ Այո, Ուշադրություն դարձնեք, այդ երկրները չեն պատերազմ, որովհետև կնոջ մոտ այդ պատերազմ, դա տղամարդու բանն է, գնալ, կռվել, սպանել, պատերազմել, ինչ որ հողեր վերցնել, հողեր տալ կամ չտալ կամ ինչ որ մի բան, կինը երբեք այդ նպատակը չի ունենում։ Կինը շատ ավելի իր նպատակները ուրիշ են, ավելի ստեղծել, ավելի կառուցել, պահպանել, փրկել, ջերմացնել, սիրել, դա կնոջ էության մեջ է։ Եվ իհարկե շատ լավ կլինի, որ կին ղեկավարները ավելի շատ լինեն։ Միգուցե առաջի դեմքը, չէ՞։ Ես դաժե կգերադասեի, որ առաջի դեմքը չլինի, երկրորդ դեմքը լինի, որը այդքան շատ չի երևա, բայց որի որոշումը կարևոր կլինի առաջի դեմքի շարժումների մեջ, այսպես ասենք։ Գիտեք, քանի որ խոսում ենք ընդհանուր տենդենսների մասին, պետք է նշեմ, որ օրինակ այս վերջին տարիների ընթացքում հատկապես նկատում ենք, որ կանանց արժե համակարգը փոխվել է եւ քանի որ դուք օրինակ ասում եք, որ կանայք ավելի դեպի ընտանիք, դեպի կայունություն ավելի ձգտում են, բայց այնպես է ստացվել գուցե նաեւ ձեր ասած փաստերի պատճառով, որ տղամարդիկ են տարօրինակ, որ կանայք ավելի դարձել են ինքնա բավ, ինքնավստահ, իրենք են ավելի շատ գործում, իրենք իրենց կյանքում արդեն կարիք չունեն ընդհանրապես իրենց կողքին տղամարդու կամ ինչ որ զարգանալու համար, ընդհանրապես իրենց արժեհամակարգը այլևս փոխված է։ Հատկապես հաշվի առնելով այս վերջի տարիների ահռելի կորուստները մեր երկրում, տղաների այդ լույս սերունդի, որը այլևս չեն ստեղծի ընտանիք, մի մեծ զանգված աղջիկների մնաց դժվար, հա, այսպես ասեմ, իրավիճակում եւ հիմա իրենց օրինակ ինչ խորհուրդ կարող եք տալ, որովհետև իրենք հիմա շատ հաճախ ես տեսնում եմ երիտասարդ կայացած արդեն հասած ինչ որ բարձունքների աղջիկների, ովքեր անգամ չեն էլ մտածում ընտանիք կազմելու մասին, չեն էլ մտածում երեխա ունենալու մասին, այլ ավելի շատ մտածում են իրենք կյանքը վայելեն եւ չունենան կողքից ինչ որ դժվարություններ եւ ընկալեն հիմնականում տղամարդկանց ընկալում են որպես բարդույթ, բարդույթ, որը կլինի իրենց կողքին եւ կդժվարեցնի իրենց կյանքը, այլ ոչ թե թևեր կտա, որպեսզի իրենք թռչեն։ Դե գիտեք, մենք նորից վերադառնում ենք նրան, որ իրոք տղամարդիկ ինչ որ սխալ քայլեր են անում, որ կանայք այդպես մտածում են։ Միգուցե այդ աղջիկները ունեցել են հարաբերություններ եւ այդ կողքի տղան տղամարդը չի տվել այդ թևերը։ Իրոք կարող է լինել այդպես եւ շատ դեպքերում հենց այդպես է, բայց ես ուզում եմ ասել, որ դա շատ վատ տենդենս է, հատկապես մեր ազգի համար մենք քիչ ենք եւ մենք պետք է բազմանանք, չի կարելի դա մոռանալ եւ ես ուզում եմ այդ աղջիկներին ասել, որ ամենակարևոր ֆունկցիան, ինչի համար Աստված մեզ ստեղծելն է, դա կյանքը շարունակելն է, այսինքն նոր կյանք տալ այս աշխարհին։ Տղամարդը միայնակ դա անել չի կարող։ Դա պետք է անենք մենք, նոր կյանք տալ։ Դրա համար մեզ պետք է անպայման ստեղծել ընտանիք, ունենալ շատ բալիկներ եւ չմտածել, որ ես ավելի լավն եմ, երբ որ ես մենակ եմ։ Մարդ չի կարող մենակ, մենք այդպես ենք ստեղծված, մենք չենք կարող մենակ լինել։ Մենք պետք է ինչ որ մեկի կողքը լինել։ Շատ ցանկալի է, որ այդ ինչ որ մեկը հենց ձեր ասած թև տվող տղամարդ լինի, որը քեզ կբարձրացնի եւ կգնահատի քեզ, քո արածները, քո լինելը, քո կին լինելը։ Հասկանում եք,
Դա այնպես բան է, դա երկկողմանի պետք է լինի։ Կինը մենակ չի կարող անի, տղամարդը պետք է անի։ Ես ուզում եմ մտածել, որ մեր ազգում դեռ կան այտենց տղամարդիկ, որոնք կարող են այդ թև տալ, բայց աղջիկներին էլ ուզում եմ դիմեմ եւ ասեմ, որ աղջիկներ ջան, դա մի հիանալի զգացմունք է, երբ որ դու լույս աշխարհ երեխա ես բերում եւ այդ երեխային գրկում ես, դու նոր այդ ժամանակ հասկանում ես, որ կյանքդ մինչդեռ այդ երեխայի ծնվելը լի չէր, լցված չէր սիրով, դու նոր այդ ժամանակ հասկանում ես սերը ինչ բան է, իրական սերը դա մի հատ ուրիշ բան է, երբ որ դու այն սերը, որը մայրը տալիս է երեխային, էլ ոչ մեկին չի կարող այդ սիրով սիրել։ Եվ ես ուզում եմ, որ բոլոր աղջիկները այդ սերը զգան, որ հասկանան դա ինչ զգացմունք է, դա մի հեքիաթային զգացմունք է։ Շնորհակալություն Իրինա, անչափ շնորհակալ եմ այս զրույցի համար։ Կա ինչ-որ մի բան, որ դու կուզեիք ավելացնել, իսկ ես չհարցրեցի։ Ես շատ շնորհակալ եմ Գայանե ջան, նորից շեշտեմ, որ դուք ինձ հրավիրել եք այսօր։ Ես ուզում եմ դիմել բոլոր հայերի, որոնք գտնվում են երկրից հեռու, որ մի մոռացեք, որտեղից եք դուք, մի մոռացեք, որտեղից են ձեր արմատները։ Մենք պետք է պահպանենք մեր լեզուն, մենք պետք է պահպանենք մեր պատմությունը, մեր արմատները, մենք պետք է պատմենք մեր երեխաներին, իրենց մեջ սեր արթնացնենք դեպի մեր հայրենիք, որպիսի մեր սերնդով կամ իրենց սերնդով չվերջանա այդ սերը, չվերջանա հայրենիքի հանդեպ ճիշտ վերաբերմունքը, մենք պետք է դա անենք եւ միայն մենք մայրերս դա կարող ենք անենք, չնայած չմոռանանք պապաների կարևորության մասին, որ պապաներն էլ շատ մեծ դեր են խաղում այդ գործում, բայց քանի որ երեխաների հետ զբաղվում ենք ավելի շատ մենք, իհարկե դա մեր ուսերի վրա է դրված եւ ուզում եմ դիմեմ բոլորին, ովքեր գտնվում են հայրենիքից հեռու, դա մեր հայրենիքն է, դա մեր տունն է, դա մեր երեխան է եւ կարող է նա հիմա մի քիչ հիվանդ է, կարող է վատ առողջ է, բայց երբ որ դու ունենում ես հիվանդ երեխա, դու միևնույնն է այդ երեխային սիրում ես եւ չի կարելի ասել վայ այս աչքը ծուռա ունքը թեքա չեմ սիրի, չէ, միևնույնն է սիրում ես այդ երեխային, նույնը հայրենիքի Հայաստան մասին է խոսքը։ Շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ, իսկ ձեզ սիրելի արժանատիտողներ ուզում եմ հիշեցնել, որ իմ հյուրն էր հայ կին, հայ մայր Իրինա Ամերխանյան Պետրոսյանը։ Խնդրում եմ ձեր կարծիքները արտահայտեք, գրեք անպայման ձեր կարծիքները այն մասին, թե արդյոք ճիշտ է, որ ներսի հայերը չեն ընդունում դրսի հայերին, արդյոք ճիշտ է, որ դրսի հայերը մեղադրում են ներսի հայերին, մայր լինելու կարևորության մասին անպայման գրեք եւ գրեք, թե ինչպես եք դուք կարողանում պահպանել հայությունը օտար ափերում։ Իդեպ, եթե ցանկություն ունեք զրուցելու, ես պատրաստ եմ, կարող եք դիմել։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ձեզ հետ Գայանե Ասլամազյանն էր այստեղ, մենք խոսում ենք հայության, հայ մնալու եւ մեր ազգային արժեքների մասին։ Ամենալավն ու բարին ընդ ձեզ։